Ապերես բավոս չեմ կարա, ես բարև ձեզ ընկերներ, շոֆեր եմ, դոնարայի շուն է եկել ու ուզում է ինձ ուտի, ծննդյանորն է, արզականում, սիրուն գրկի քույրիկին, մենք գտնվում ենք արզականում, շատ ընգենեմ հարևանի բաղչան, չէ? Բարթան, հելի էլ է, Բարթան Ընկերներ, վերջին իմ գովաբանական եթերից հետո կարծես ճակատագիրը մեզ նորից բերեց Ազատի ջրամբարի մոտով անցկացնի ու տանի Արզական գյուղ։ Գալիս ենք Արզական գյուղի հարգելի բնակիչներ, լայքում ենք, բաժանորդագրվում ենք եւ տարածում այս տեսանյութը, որովհետեւ այն ձեր Արզականի մասին է, գալիս են գեղեցիկ անակնկալ անելու։ Եվ ինչն է կարևոր, այսօր մենք հասկացանք, եթե Երևանում խցանումները շատ են եւ դուք գալիս եք Արտաշատի կողմից, եթե նավիգատորով ուզենաք Երևանը շրջանցել, ապա հենց այս գեղեցիկ չնաշխարհիկ ճանապարհով է ձեզ տանելու ձեր ուզած տեղը։ Սա դուրս է գալիս Գառնիից գնում ենք Ջրվեժ եւ այնտեղից արդեն ուղիղ Արզական, ընկերներ։ Շատ հետաքրքիր ճանապարհ է, այնպես որ չեք փոշմանի, եթե այստեղով անցնեք։ Մենք ամեն անգամ անցնելիս մի նոր բան ենք տեսնում, մի նոր բան է մեր դուրը գալիս այս ճանապարհի հետ կապված։ Կոկիկ գեղեցիկ է ճանապարհը, այնպես որ շատ հանգիստ կարող եք գալիս Գառնի հատվածը այս պահին վերանորոգում են, այս որ վերանորոգեն, վերջացնեն, իմացեք, որ այս ճանապարհը ուղղակի փրկություն կդառնա Երևանի խցանումների մեջ չընկնելու հարցում։ Ճանապարհային կիլոմետրով էս ավելի երկար է, չէ՞, մի 20 կիլոմետր։ 20 կիլոմետր տարբերություն է տալիս, բայց կոնկրետ մեր դեպքում մեզ համար ավելի լավ է 20 կիլոմետր մեքենան հանգիստ գնա, քան մնանք խցանումների մեջ, որովհետև մենք ազատություն սիրող ու գնահատող մարդիկ ենք։ Մենք չենք կարող գիտակցված գնալ մտնել խցանումների մեջ, եթե կարող ենք չմտնել։ Գնացինք առաջ։ Գույներով հագեցած կարմիր սարն է Ազատի ջրամբարի հարևանը։ Նրանք արդեն քանի տարի է միասին են եւ իրենց շատ լավ են զգում, մեկը մյուսին լրացնելով։ Առանց մեկի մյուսը ուղղակի տեսքը այնպեսին չի լինի, ինչպեսին որ պետք է։ Իսկ հիմա ծանոթացեք ճանապարհի հետ, թե ինչքան գեղատեսիլ ու գեղեցիկ է։ Բլուրների մեջով այս ճանապարհը կարծես քեզ տանի մեկ ուրիշ երկիր, մեկ ուրիշ քաղաքակրթություն, բայց իրականում մենք գտնվում ենք Հայաստանում։ Սա է ամբողջ գեղեցկությունը, ընկերներ, մեր Հայաստանի։ Այն փոքր է, բայց առանձին հատվածները վերցրած ուղղակի ամբողջ աշխարհն է այս մի փոքրիկ հողակտորի վրա։ Հետևաբար նույն ձևել ամբողջ աշխարհի միտքն է հայի գլխում։ Ամբողջ աշխարհը մեզանից է մտքեր քաղում եւ ինչ-որ լուրջ բաներ անում։ Մի մոռացեք դա։ Ասեք, հենց հենց գլուխ եմ գովում։ Հենց այդպես էլ կա, եթե խորանաք, ով չի խորացե հանկարծ չգերի կասկածի կամ կասկածներ տարածի ասածից վերաբերյալ, ուղղակի մի քիչ խորացեք մեր հայերի գյուտերի մեջ ու դուք կհասկանաք, թե մենք ինչքան բան ենք փոխել աշխարհում, մեր գենը։ Գնահատեք, որովհետև առաջին գնահատողը մենք ենք, նոր մնացածը։ Դու սիրեք ամենակարևորը, նրանց ովքեր որ մի քիչ ստանդարտից դուրս են մտածում եւ ունակ են աշխարհը փոխել։ Տեսեք ընկերներ, անձրևը եկել է, քանի որ ճանապարհի կողքի հողը փուխր է, բերել ու լցրել է ճանապարհը։ Ես պատկերացնում եմ, թե ինչ է եղել այստեղ միշտ մաքրելը։ Ապրեն այն մարդիկ, ովքեր արագ արձագանքել են եւ մաքրել են այս հատվածը։ Շնորհակալ ենք ձեզ։ Տեսեք ընկերներ, սա մի օրինակ է, թե բնությունը գեղեցիկ լինելով միաժամանակ ինչքան վտանգավոր է եւ ինչեր կարող է անել։ Սա հենց տիպիկ օրինակ է, տեսեք, իմացեք։ Ընկերներ, տեսեք ինչ հետաքրքիր տեսարան է մեր առջև, կարծես թե անձրևը լեռը քանդած լինի, թուլացրած ու քանդած։ Այո, այստեղ են ասում, սարի պես տղա էր, հետ ինչ դարձավ։ Հենց այս պահի վրով են ասել։ Մաքուր, գեղեցիկ բնություն, իսկ անդե տղամարդիկ, ստե տղամարդկաց պես չէ։ Անդե
իսկ հական տղամարդիկ։ Էլ այս սարերին հիանալու, ապշելու եւ սովորելու բան է։ Մոնոն են վերևի մեծ ձորը նա ինչ արել։ Կարծես այս սարը կյանքի մեջ առաջին անգամ անձրև տեսած լինի, այդ օրին է ընկել։ Կարծես նա պատրաստ չի եղել, որ հանկարծ ու հանկարծ անձրև է գալու։ Այ քեզ բան։ Այ քեզ զարմանահրաշ բան։ Գնացինք ընկերներ, տեսնում եք, ինչքան շատ ես շրջում Հայաստանով, այդքան շատ ես հասկանում Հայաստանի էությունը, այս հողի, սուրբ հողի։ Գնանք, տեսնենք ինչ ենք անում։ Ընկերներ, տեսեք, սելավը այստեղ ուղղակի ավիրել է ասֆալտի բուն էությունը եւ իր կամքն է թելադրել քարեր այստեղ լցնելով։ Արդեն կարող է գժվենք, իշնենք տապես քարերը գցենք, թե չէ։ Դե շտապում ենք մենք։ Որը տես ինչ, ես մի հատ էլ անձրև գա, էլի նույնը կլինի։ Ահա թե որտեղից է հավաքվում Ազատի ջրամբարի ջրերը, ընկերներ։ Այս պատահական չի, որ հենց այստեղ են ջրամբար կառուցել, որովհետև չգիտեմ, այս սարերը ոնց որ մոգական լինեն, այս ոնց են ջուրը հավաքում, ընդհանրապես չեն ներծծում ջուրը։ Ուղարկում են միանգամից Ազատի ջրամբար, կարծես ներքին պայմանավորվածություն ունենան մեկը մյուսի հետ։ Ինչ է։ Այսինքն ես պատկերացնում եմ անձրևի ժամանակ այստեղ լինեինք, ինչերի մեջով պետք է անցնեինք։ Անկամ ցիտիկը եկավ մեզ ընդառաջ։ Տեսեք ինչ ուլիկներ են։ Ուլիկներ։ Հելոք մնացեք։ Մենք շտապ ենք մի քիչ։ Այլապես մեծ սիրով ձեզ հետ մի քիչ կնկարվեինք։ Սրանք են համով տեսակի ուլիկներն են։ Գառները։ Որ գույնը մուք է լինում, այդ միսը համով է, քան որ սպիտակ լինի։ Այս նոր բացահայտված ճանապարհը մեզ համար ուղղակի հրաշքների ճանապարհ է, որովհետև աչից ձախից մարդու աշխատանքն է երևում, բնության տարբերվելը ու ամբողջը միաձուլված է իրար։ Ուղղակի պետք է նայել ու հիանալ այս ստեղծված իրավիճակով։ Դրա համար ժամանակ գտեք այս ճանապարհով անցեք, ընկերներ, չեք փոշմանի։ Ընկերներ, առաջին հայացքից անվտանգ թվացող ցանկացած ճանապարհ կարող է փորձանքի հանգեցնել, այնպես որ երբեք մի գործրեք զգոնությունը, քանի որ հետևանքները մի քիչ անկանխատեսելի են։ Մենք ունենք մեր ճշմարիտ ճանապարհը, հիանում բնությամբ եւ այն ամենով, ինչ այս բանին ստեղծված է մեր շուրջը, ձեր սիրով ու հարգանքով։ Իսկ այդ հարգանքն ու սերը ցույց տվեք լայքերով եւ լավ բաներ գրելով։ Լավ մեկնաբանություններ գրեք, ողջորեք մեզ, որ էլ ավելի ուժեղ առաջ գնանք։ Մեր գործի մեջ էլ կան բարդություններ եւ երբեմն մնում է միայն ձեր լավ մեկնաբանությունը, որ մենք մեզ լավ զգանք ու շարունակենք այս սուրբ գործը, առաջ տանենք ու ուրախություն բաժանենք բոլորին, չէ որ մենք ունենք ուրախություն, շատ լիքը այս դեղին ծաղիկների նման եւ երբեմն կարող ենք լինել հայտնվել այնպիսի տեղերում, որ ոչ ոք չել սպասում։ Ընկերներ, ճանապարհը մեզ հասցրեց Գառնիի եւ Երևան տանող խաշմերուկը։ Գառնի եւ Երևան տանող խաշմերուկը։ Աջ գնում ես Գառնի, իսկ ձախով իհարկե Երևան։ Եվ ես ինչպես միշտ որ նկատում եմ գեղեցկությունը, այս անգամ էլ միշտ անցել ենք այս գեղեցիկ ռեստորանը, թե մի խոսքով հանգստի տեղ է, շատ գեղեցիկ։ Անդադ անցել ենք ու ուզեցել ենք նկարել, ուղղակի գիշերը եղել, մտածել ենք չի երևա գեղեցկությունը, հիմա ցույց ենք տալիս, տեսեք ինչ հրաշք տեղ են սարքել, ինչ հրաշք ֆանտազիա է աշխատել ու գեղեցկություն են արարել, ոչ պակաս գեղեցիկ բնության մեջ։ Այս ճանապարհը մասամբ արդեն կեսից սկսել են հիմնանորոգել, որը նույնպես ձեզ ցույց կտանք։ Մնացեք մեզ հետ, քիչ հետո ցույց կտամ, թե ինչպես են հիմնանորոգում։ Ընկերներ, Գառնիի մայրամուտն է, շատ գեղեցիկ եւ ճոխ ամպերն ու դեղին արևի շողերը ուղղակի միաձուլվել են երկնքում, ստեղծելով կտավ, որը աշխարհի ամենաուժեղ նկարիչը կերազեր, որ նկարեր, բայց տեսեք, որ բնությունը շատ արագ ու հեշտ կարողանում է մեզ համար գեղեցկություն ստեղծել։ Ու ինձ թվում է, որ
Այս վերջերս անընդհատ ես նկատում եմ այդ գեղեցկությունը, բնությունը տեսնում է, որ ես բաց երկնքի տակ եմ ու ձեզ խաղերը տալ, էլի, ասում եմ, ես ինչքան սիրուն կարամ լինեմ ես, երբ որ նկատես։ Դրա համար նկատում ենք ու լայքում ենք այս բնության խաղերին գույնապանակին, որը չտեսնված է ու մենակ ինքն ունի, որովհետև հենց ամենան է ստեղծել այս ամենը։ Գնացինք ընկերներ, ճանապարհը փոսերով լի է, բայց ես, քանի որ մի քիչ քշելու հետ լավ եմ, կարողանում եմ խաղեր տամ ու բանդաժ չջարդել, անվադող չծակել ու չճղել։ Սա այն է, ինչ որ կա իրականում ընկերներ, եւ պետք չի երբեմն բարդացնել, բայց երբեմն էլ պետք է պատասխանատվության ենթարկել այն մարդուն, ով որ ուղղակի թքած ունի, թե այստեղ մարդու չարչարանքով ստեղծածը ոնց կարող է ջարդվել։ Մենք պետք է հարգենք մեկս մյուսի արածը, ստեղծածը, որպեսզի կյանքը ավելի գեղեցիկ լինի։ Եթե չհարգեցինք, առաջ են գալիս այն բոլոր ստեղծվածքները, որը որ ստեղծել է հակառակը բևեռը բարիի։ Հա, գնացինք արեք, ինչ եմ անում։ Եվս մեկ հրաշք։ Եվս երկու հրաշք, լնա ինչ սիրուն։ Ընկերներ ես թվում է հենց գարնանն է միայն այս տեսքով, այս սարը։ Տեսեք, եթե մի քիչ գույների պակասություն լիներ, այս տեսարանը մենք հնարավոր է չնկատեինք, բայց երբ որ կանաչը եկել ու բնակվել է այնտեղ, որտեղ հասանելի է, որտեղ որ հասանելի չի եղել, ստեղծվել է այս բնապատկերը։ Արդար գյուղաց ու զավակ, ցանկություններ քո միակ, խաղաղ տեսնել հայրենիք, պաշտպանել տուն ընտանիք։ Ճանապարհահատվածը, որը սկսել են հիմնանորոգել, ամբողջովին ասֆալտը քանդված է եւ սկսել են արդեն, չէ, ես ինչ, հələ ինչ, հեսա նոր պետք է հասնենք, հեսա հասնենք, ես թե չէ։ Տեսեք ինչ խրամատներ են, ընկերներ։ Շատ հետաքրքիր գեղեցիկ տեսարան այս ճանապարհից։ Հիմա դեռ կա ասֆալտ, բայց քիչ այն կողմ արդեն ասֆալտի շերտը բացակայում է, գրունտ է եւ հիմնանորոգումներ։ Ահա, տեսեք, ամեն ինչը խնամքով զգուշացվում է, ասվում է, որ կամաց վարեք։ Հնարավոր է լինի հրամատ։ Ցանկություններ քո միակ, խաղաղ տեսնել հայրենիք, պաշտպանել տուն ընտանիք, արդար գյուղաց ու զավակ, ցանկություններ քո միակ, խաղաղ տեսնել հայրենիք։ Այ այստեղ է, որ սկսում ես խաղեր տալ ընկեր, որ հանկարծ մեքենա շատ չվնասես։ Տեսեք, աչից արդեն քանդել խորացրել են, որպեսզի ճանապարհի բոլոր խնդիրները վերացնեն, սարքելուց հետո երկար ծառայի եւ ամուր լինի։ Հսկայական աշխատանք է տարվում, շատ լուրջ մոտեցում, որը կտա իր արդյունքը անպայման։ Ապրեն շինարարները, շնորհակալ ենք ձեզանից, բոլորից հետ, ով կտեսնի, իմացեք, որ մենք շնորհակալություն ենք հայտնում եւ միշտ ուրախանում ենք, երբ որ տեսնում ենք նման շինարարություններ մեր Հայաստանում։ Մենք ավելի արագ կգնանք, հա։ Ուղղակի այնպեսի իրավիճակ է, որ բազանցնել բավականին ռիսկային է։ Այսպիսի գրունտի վրա արգելակելը շատ դժվար է։ Եվ եթե հանկարծ առջևից մեքենա գա, իմ նման արագ, բազանցը կդառնա վթարանց, հիվանել ավել։ Ուներ քարերը կարող են մեքենայի անվադողի տակից թռչել ուղիղ մի մեքենայի հարվածելու մի ապայա շեն գործ բացվի գլխիդ։ Մենք արդեն ասենք ջրվեժան։ Ձորաղբյուրն է, ընկերներ, տեսիշ սիրնա ձորաղբյուրը։ Այսքան ժամանակ միայն լսել ենք, շատ չէ եղել, տեսիշ սիրուն տներ են ձորաղբյուրը։
Ջրվեժի մայրամուտն է հիմա։ Քիչ առաջ Գառնինն էր, իսկ հիմա դարձավ Ջրվեժին։ Գեղեցիկ է հայոց աշխարհը, ամեն անկյունը, ամեն կտորը գեղեցիկ է, մնում է նկատեն գեղեցկությունը, ընկերներ։ Դիմացից Հատիս լեռն է։ Հատիս լեռը երևի աչքն է։ Այն է։ Իսկ Ձախակողմյան հատվածում Աբովյան քաղաքն է, ընկերներ։ Գեղեցիկ Աբովյան քաղաքը հանճարեղ մարդու անունով անվանակոչված։ Գնացինք, գնում ենք Արձականի ընկերներ, գերեք տեսնենք նայեք եք։ Ընկերներ, ով ապրում է Չարենցավանում, արդեն գլխին կա, որ իրենց մոտ ենք, իսկ ով էլ չի ապրում, իմացեք, սա Չարենցավան տանող գեղեցիկ ճանապարհն է, եւ գեղեցիկ էմոցիաներով այս անգամ Չարենցավան չեն գնում, գնում ենք Արձական գյուղ։ Գնանք հասնենք Արձական գյուղ, զանգենք ու ամեն ինչ մանրամասն ճշտելով անակնկալը կազմակերպենք ինչպես երբեք, գեղեցիկ ու սահուն, այո, գնանք։ Արդեն մթնշաղոտ է, շատ բան չեք տեսնի, որովհետև էտա հիմա, ինչ անեմ, եկանք հասանք տեղ, արդեն մութ է։ Արձականը մեկ ուրիշ անգամ մենք կլուսաբանենք լույսով, երբ որ լույսը առատ լինի, ոչ թե սակավալույս եղանակ լինի։ Տեսեք, ինչպես խոստացել էի, Չարենցավան չհասած աչով մենք գնում ենք դեպի Ալափարսի կողմ, գնում ենք դեպի նաև Արձականի կողմ։ Կարենիսի կողմ էլ կարող ենք գնալ, բայց չէ, Կարենիսը ուղիղ է, արի սենց գնանք Արձական Վարդան։ Ու հանկարծ չփորձես ճանապարհին ինձ հետ կռիվ անել, ասել, բայ այդն չի Կարենիսով չգնացիր, որովհետև այսօր մենք գնում ենք Արձական։ Չկարենից չեն գնում։ Կարենիսով չգնացինք, էլի։ Ընդհանրապես քիչ են գնում։ Կարենիս ինչի չեն գնում Վարդան, որովհետև Կարենիսից մեզ չեն ասում եկեք, որ ասեն արի, կարող է գանք։ Ջանգեր, Կարենիս, բարև, այսքան խոսացի ձեր մասին, բարևս մի քիչ ուշ, բայց հասնում է տեղ, բարև ձեզ։ Մենք հիմա ձեր մոտ չենք գալիս, այնպես որ գնում ենք Արձական, Արձականի սիրելի հետևորդներ, ուրեն ձեր լայքերը, ձեր մեկնաբանությունները, ուզում եմ կարդամ, գերեք անպայման, չմոռանաք, պետք չի մոռանալ, հիշեք անընդհատ լայքել ու բաժանորդագրվել, որպեսզի մենք հասնենք մեր ուզած արդյունքին և կյանքը մեր ուզած ձևով փոխենք դեպի լավը, որովհետև ինչքան շատ մարդ է մեզ նայում, այդքան շատ մարդ է բարի, այդքան շատ մարդ է հարցերին ուրիշ ձև նայում, ավելի լավ ձևով ու հետևաբար բարի ոգին թևածում է հայոց աշխարհով։ Ես դա դուք եք, դուք դա ես եմ։ Հանկարծ չմտածեք, որ մենակով ինչ-որ արդյունքի հասնելը արդեն ինչ-որ առավելություն է, չէ, ընկերներ, մենք այնքան քիչ ենք մնացել այս երկրի վրա, որ պետք է միասնական լինենք եւ բոլորս ձգտենք, որ բոլորս լավ լինենք։ Թե չէ մի հոգու լավ լինելը հեչել չի ազդում մնացածի վրա։ Պետք է միասնական մտածենք ու շարժվենք։ Ես էլ իմ ձևով եմ որոշել միասնականություն քարոզել։ Ինչ վատավոր, ծնունդ, ուրախություն, միասնություն, գեղեցիկ տեսարժան վայրեր եւ իհարկե մեր անկրկնելի չնաշխարհիկ Հայաստանը։ Արդար յուղաց ու զավակ ցանկություններ կոմի Փաստորեն ես Արձականը հերվից շատ եմ նայել եւ Արձականին հերվից շատ եմ նայել եւ հիացել ու չեմ էլ պատկերացրել, որ դա կարող է Արձականը լինել։ Արձականը։ Տեսեք, ինչ գեղեցիկ տեղում է, ինչ ձորերի արանքում է Արձական գյուղը։ Երևում է, չէ՞ Վարդան, թե մենակ ես եմ տեսնում։ Մի քիչ տեսանելի է ընկերներ, բայց հաջորդ անգամ որ գանք, երևի ցերեկվա ժամի կգանք ուսումնասիրենք, կնկարենք, որ պարզ երևա Արձականի չնաշխարհիկ բնապատկերը, թե ինչ լեռների գրկում է ծվարել ու գնում առաջ։ Բայց արի Վարդան, արդեն ես զանգեմ ճշտումներ անելու, համաձայն ես։ Զանգեմ, մի կռվի, մի ասա, անդադ աշկունքով ասում ես զանգի, հերիք էլա բոլելա, բայց ես բան է, էլի, ես զանգում եմ։ Օհ։ Կարենը հիմա մանրամասն մեզ կասի, որից հետո է ովումից առաջ։ Կարեն ջան, 3 րոպեից մտնում եմ Արձական, բայց քանի կան հարցեր, պետք է ես տամ։ Այո։ Հա, ախպերս, ուրեմն ում ծնունդն է, անունը։
Դոնարիկ։ Ինչ նորից։ Դոնարա։ Դոնարիկ։ Դոնարա էլի։ Իսկ որ ամյակն է։ 19-ը։ 19-ամյակն է, հիմա դե վсё, մեկ էլ դու դառնում ես քերին, չէ՞, Կարեն քերի կողմից, հա, ճիշտ եմ հիշում։ Հա, Կարեն քերի ու Մորքրի կողմից։ Կարեն քերի եւ Մորաքրոջ կողմից գնում ենք Դոնարայի ծննդյան օրը շնորհավորենք արձականում։ Դե բարեկամս, բան անեմ, վիդեոն միացնեմ հələ ցույց տու, ոնց գնանք, ես արդեն ստեղ եմ կարելի ասել էլի։ Հեսա հասկանանք ոնց ենք անում։ Ռուլի ես իմ նման։ Արձականում մտել ես եղբայր։ Իմ պատկերացման մտել եմ։ Հուշարձանի ձախ։ Ահա, գնա այդտեղ Խաշմերուկից մոստը անցնում ես ձախ ես անում։ Հեսա մի րոպե, մոստը անցնում եմ Խաշմերուկի ձախ։ Ալիսա բուժնի ձախ Արձական։ Հա, արձական, հենա, ճիշտ է։ Ինչա աղվերան է տալիս։ Բժնի աղվերան։ Ահա։ Վերանի կողմ։ Հետո պայջը մելնում ես աչ ես ա։ Այսի գնում ենք, պատժան բարձանենք, աչ անենք։ Ահա։ Աչ ես անում։ Հա, դու հարմարա չէ որ նայես։ Կարեն աղբեր։ Անայ, հա նխտեց։ Այստեղ ելամ աչ եմ անում, աչով գնում ենք։ Աչով գնում ես մինչև Ուշարձան, հա։ Գնանք հասնենք, լավ բանի համար ենք եկել, արդեն հիշեցի արձականը, արդեն հիշում եմ։ Հələ հեսա հասնենք, հələ մի րոպեսի միացնենք, որ դու ես հիշում, հա, հիշար լրի։ Հա, հիշար։ Որ սաղ հիշում ես, չես հիշում, որ վերջում ես գցին։ Ահա, գնում ենք։ Հասնում ենք արդեն, հա։ Որը, էսի։ Ստից ձախ ենք անում։ Արի Ուշարձանից հա ախպերս։ Էսա Ուշարձան։ Սրիսկի ձախ ես անում ու պայջը պես է։ Ժամ կար, չէ ստեղ։ Ժամ ունենք։ Ախպերս ժամի կողով չես էդ ու ձախ ալ, արի։ Էսա արի։ Դպրոցն է ստեղ։ Ահա, աչով գնա, այդեղից աչով գնա։ Այս շենքերը սաղ դպրոց է, թե բնակ շենք է։ Չէ դպրոցա, բժշկատում է ինչը։ Հա, բուժկետ։ Բարեկամս։ Ձախ ես անում ախպերս։ Անենք, ոչ մի խնդիր։ Ահա, գնացինք։ Կարենք հերու եւ Մորաքրոջ անունն ինչ է։ Մարինե Դոնարա Կարեն։ Ահա։ Այդտեղ ես էլ աչ պահի ախպերս։ Հին յուղա արձականը։ Հա։ Արձականը հին յուղա, քան տարեկան է։ Ապեր չեմ իմանում, ցավը տանեմ, ես ինքս Հրազդանից եմ։ Քույրիկ այստեղ հարսիկ է եկել։ Այո։ Մեկ 20 տարի առաջ։ Ահա, արձականի միջ գյուղային փողոցներն են։ Հա։ Տեսեք ինչ խնամքով ասֆալտ է սովետական թվերից։ Ահա։ Եվ ունենք իհարկե ձկնաբուծական փոսիկներ ճանապարհի վրա։ Անցնենք, ահա, անցանք։ Էս էլ անցանք, հաղթարեցինք։ Հələ գնում եմ այտենց, հա, գնամ։ Հա, տես գնա ախպերս։ Գնա ես տենում եմ, բասեմ։ Կարեն ախպեր, բա դու որտեղ ես։ Ես Լուգանսկ եմ, եղբայր։ Լուգանսկ։ Միշտ ընդ ես ելնում, թե գործով ես գնացել։ Գործով եմ գնացել։ Դե հաջողություն էլի ինչի համար գնացել ես, հասնես դրան հետ գաս ախպերս։ Իմ Հրազդանցի անուշ ախպեր Կարեն։ Ախպերս դետեղ Խաշմերուկ կա, այդ Խաշմերուկից աչով ներքև ես իշխնում։ Հա, այստեղ եմ։ Հա, հեսա։ Վարդսրանատ։ Ոտով։ Հա։ Դե որ ցույց տաս ուր ենք վարձանում, ես վարձանալ էս տունն է հենց։
Չէ, իչի ներքև։ Դու ցույց կտաս ուր ենք բարձրանում, ես բարձրանալ սիրում եմ, ախպեր, կբարձրանամ։ Դերց իչի։ Իչի միջև ես, դեմ այդ գարաժան է, գարաժի մոտ միտեղ պարտով կարա։ Էնա գարաժը։ Ահա եւ գարաժը։ Կանաչ դարպասով գարաժը։ Բարեկամս, այստեղից պետքա ոտով ելնենք նայի։ Այ ապրես։ Բայց կա ավտոն էլ ելնի։ Չէ, դժվար։ Հələ կայմ փորձենք էլի ախպեր։ Ես է շունը ախպեր։ Ահա, անցի գնայ, այն ավտո եթե կանգնի ու պետք է հենց այդ այա տախպես։ Ժանեմ ասե։ Ժողովուրդը նստած են, չէ՞։ Էս տունն է։ Ահա։ Երկրորդ հարկ ենք բարձրանալու, Կարեն ախպեր։ Լավ, բերես, հա։ Արդեն չմոռանաս խլապուշկա վերցնես։ Դոնարայի ծննդյանորն է, Արձականում, մենք գտնվում ենք Արձականում, մի իրականում շուն է եկել ու ուզում է ինձ ուտի։ Դե հիմա մենք գնում ենք Դոնարայի ծննդյանորը շնորհավորենք։ Սուս ես մնում, անկարծ շխուրջան ես։ Մի հատ է շուն ընդ է ունեք։ Այդ ձերը չի։ Բականն ինչ է։ Հետո։ Էդվարդ ջան, հոբելարը դուսը չի, մեզ չտեսավ, չէ։ Չէ։ Դու քան տարեկան ես Էդվարդ։ 11։ Մալադեց։ Նստած ծնունդ են անում հիմա։ Հիմա պարում են։ Պարում են, պահ։ Սուսմենա։ Այ կոչ։ Քերն է տեղը ուշը։ Բայց չասես, հա, դու գիտեիր որ գալու ենք։ Հա։ Էլով գիտի։ Որը հենց տեղ են։ Մանվելն է թողել։ Դե բաց մտնենք, լավ։ Հադուշ։ Հազար բարի նախվերս։ Բարև ձեզ ընկերներ։ Կամաց հոսում են ցած երազելով զույգ սրտերը օրորվում են սիրահարված իմ աղջական ոնց ես ասում ջերմակ հարսի շորը ասես լինի նա երազում են ամենակ աղցար օրը իր կյանքի երազանքի Լույսերը միացնում ենք։ Ես մի անգամից հասկացա Դոնարանովա, այնա գերածա Happy birthday։ Գեղեցիկ թագ ունես Դոնարա ջան, ծննդը շնորհավոր լինի։ Ձենը մի քիչ հասնում ենք, դե մոտիկ եկեք Դոնարայի մոտ։ Այս 10 ընկերուհի են եկել, հա։ Ընկերուհիներ։ Քույրիկներ ուրախ եք, չէ՞ որ այսօր քույրիկի ծնունդն է։ Էլի մարդիկ կան ուրախացած, բայց ես եմ եկել անց տեղը։ Հա։ Ես էլ եմ ուրախանում։ Դե մի հատ երազանք պահը ասելա դրա։ Երազանք պահի կատարվելու է Դոնարա։ Հաստատ։ Իմացի, որ երազանքս կատարվելու է։ Ով է ուզում ծաղիկները նվիրի Դոնարային։ Դու։ Էլով։ Բայց մի րոպե, գիտես ոնց ես նվիրելու։ Ախպերը թող նվիրի։ Մեզ դիմավարած անուշ ախպերը։ Ուզում ես տորթը տուր քույրիկին։ Քույրիկ, հանկարծ շուտ ես, դա տորթն է։ Շուտ ես հանկարծ։ Քան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ հոգու անբաժան բաժին, քեզ հետ եմ քայլնի մարել առաջին, ուր ես գնում խնդրում եմ ձեռքը տուր, մեկ անգամ էլ գրկեմ ամուր, հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր, թե կյանքում կփորձես ինչ-որ բան լուր թաքցնել։ Չէ, կովեջին չի, չէ, դու ուժեղ տղա ես։ Անակնկալում կողմից կլինի, ինչ-որ մեկը գիտի ստե հաստատ, մի երկու հոգի գիտնեն, երեք հոգի։ Էլով։ Ահա, մեկ, մորքուրը ստեղ, հա։ Ռուսաստանը։
Հաստատ այդ հուշել են, թե դու ենթադրում ես։ Դու իրան շատ ես սիրում։ Իրանք էլ քեզ են շատ սիրում, ուրախացար, ուզում են որ ուրախանաս ու երազանքներդ կատարվի։ Հո չեք հուշել, չէ՞ հաստատ։ Աշկովունքով չասի, չէ՞։ Դες բանը չեք արել։ Հա։ Դե շնորհավոր լինի, եկել են քեզ ուրախացնենք։ Ուրախացել ես, չէ՞։ Լավ է ժպտացիր, էլ չեմ ասում ժպտաց, բայց մտ կարաս Իմ օքուան բաժան բաժին Քեզ հետ եմ քայլի մարել առաջին Ուր ես գնում ուր Խնդրում եմ ձեռքը տուր Հաջան, ուր եմ ասեմ, ես պետք է արագ հետ եթամ Բայց կգամ ձեզ բարևելու Ես գալու եմ չէ, քո դեմքի ծերումա դուզում ես պայես Նստել եմ այդ ես բրնեք պայեք ինձ Սա տարզականից եք Բայրազդանից խնամիները չեն եկե Խնամի, էլ ուրիշ խնամի ունենք Նորա գալու Ապեր չգա կայնի ավտոյից հետ Դե հետա պտի պախնենք, պտի հետանք Պաստորեն մեծ աղբեր, քո ջախնենք եկե Քո ջախնա Ոտներս խերով, այսես փայլերով Ապրես մեռնեմ կես Դե ձեզ լավ որ, չէ ինձի ներող եք ելնում Ես հա, լասա Որ մտել ես իմ օջախ, պետք է մի բաժակ Չէ, ես չեմ Էդի Հա, Ավտոյով ա, ասա աղբեր Ես ավտո եմ Ով ավտո չի Են էլ ավտո քշում է, նա ձեր, տես Այդ ավտո է, այսի մի հատ ավտո է Երկար ճամփա է Խոստանում ես եկուց գազ խմեք Եկուց, ախ ոնց գամ եկուց Գիտես որից եմ եկե Ասայի վաղշիտնից ոչ ես եկե Հերու տեղից եմ եկե, ձեզ լավ որ դե պարեք ենով էր պարում Ավրիս աղբեր, ավրիս եկար հասար են զիններ Իմ աղբեր է, անտիչ է Մարկ? Արեն, բան չի ասաս Մարկ, թե ես կան Չէ, իրանը մարկա Իրանը Մարկ է Ես իմացա բանին, իրանը Այդ զանգին հա կերին ու մորքուր է Արձական, քանի անգամ գնան գանք, հա, արձական Ավրեք, տվեք Դուք էլ ապրեք, աղբերես, ոտներես խերով օջախ, միշտ ուրախ առիթներով գանք, ես ձեր վերի թաղն է, արձականի վերի թաղն ենք հիմա Ներքին թաղն Մեսի մեջտեղի թաղն է Վերին թաղ շատ Վերին թաղ շատ կա, աբերանն է էլի ձերն է ձերն է, աղբեր պաստորն Այդ ջան լույսը որ մի Այսինքն, աղբերես բավոս չեմ կարա, ես շոֆեր եմ Այս ենց աղբեր Ջոգի չէ, բայց ոնց շոֆեր եմ, տեսար չէ ես ոնց պահին Ես տենց եմ աղբեր Ես ուր եմ տանում Արի տամ քեզ եսի, միտեղ կցես Աղբեր կցելու համար էլի Բայց եթե դուսն ես կցել, տուր տանեմ ես ուրիշ տեղ կցեմ Լավ իմ աղբեր, ապրես որ եկար մեր նեղին հասարց, աղիկա տվիր, գրկիր, մալադեց Մենք քեզնից շնորհակալ ենք, ձեզնից էլ ենք շնորհակալ Մենք գնացինք, դուք մնացիք, քեֆ կանեք Դավայցի Հիմա գնամ, ես շատ ընգնեմ հարևանի բաղջան, չէ? Բայց բան ունեք, տրակտր կա որ գա քաշի անի Լավ, սո, դե արխային եթամ Վարդան, կուզես նկարես ես ոնց եմ ընգնում Վարդանը որոշեց նկարի թե ես ոնց եմ ընկնում Ձեր հետ էլ կհուշես ոնց ընկնեմ Ախպերս թե պրինցիպի կարամ ռազվարոտել անեմ, չէ? Չեմ կարա Վարդան Հլնայի աշկը տուտում, ա? Չի կա Չես կարա Չեմ կարա? Հաստա Ծալ եմ, չէ? Վարդան կա գաս թե կողիցս խոսաս Մի քիչ ծալի Աղբերս, հա Վարդան, անցի լուսքից Ընկերներ, այսպես բարդ տեղերով երբեմն իջնում ենք, ելնում ենք, բարձրանում ենք
հայ աթե խփենք, բայց մեր վեջին չի, ծալում ենք, տակը ինչքան տեղ կա ու ռազմարոտ ենք անում։ Ահա, այսպես է, այսպիսի տեսք ունի հրաշալի վարորդը, աղբերես, ապրես։ Մենք գնացինք։ Շատ լավ ստացվեց Վարդան ինձ թվում է, հա։ Ճիշտ է, առանց քո օգնության մի քիչ դժվար կլիներ, բայց անհնար ոչինչ չկա։ Ուղղակի ինչի համար այդպես ուժեղ խփիր որ դուրը։ Վարդան, էլի, Վարդան, էլի նայելի շատ սիրուն կողա աղբեր։ Ես ինչ սիրուն կողա։ Բարև կովիկ, ոնց ես։ Բեր ոնց ենք եթում ստից։ Հարցր է էլի։ Ոնց է գնամ, այնա աչա։ Իրա լեզվով հարց։ Որ ավտոյիկով։